Բարի օր ժողովուրդ ջան։ Ուրեմն 3 TikTok-ում եթեր ունեցանք, շատ լավ եթեր էր։ Ունդեղ մի հատ հարց քննարկվեց, դուրս է գալիս, որ այս անդիմություն կոչվածը շարքում է այն թեման, որ տարբեր գյուղերից դպրոցները ազատում են, դպրոցները փակում են, մոտավորապես 40 դպրոց փակում են եւ այլն եւ այլն։ Ուրեմն նախ ասեմ, որ կարա դպրոցը փակվի վերանորոգվելու համար։ Կարա տենց բան լինի էլի, որովհետև դուք չեք էլ պատկերացրել, որ այդ դպրոցը կարելի է վերանորոգել էլի, ասենք ոչ մեկի մտքով չի անցել, օրինակ ներկայիս այս ընդիմությունը երբեք այդ մասին չի էլ մտածել, հենա Սամոնել ասում է դեբիլ եք, որ դպրոցներ եք կառուցում ընդհանրապես, պետք է փող աշխատեք։ Ոչ, անցնեմ առաջ։ Ուրեմն հիմնական իմ միտումը, որ մտել եմ ես եթեր, ես ձեզ ուզում եմ բացատրեմ։ Ուրեմն բացի նրանից, որ այդ գյուղում պետքա լինի բավականին քանակի երեխա, որպեսի դպրոցը գոյատևի, հա, որովհետև պետությունը գումարներ է ծախսում, այնտեղ տնօրեն է, փող տնօրեն է, ուսուցիչներ են եւ այլն։ Ու եթե ասենք խոսքի օրինակ մի 7 երեխայի համար, հա, ասենք ո՞նց եք դա պատկերացնում։ Թեկուզ եւ մեր կառավարությունը ի վիճակի է ու այդ կամքն էլ դրսևորում է այդ 7 երեխայի համար դպրոց պահի, 7 ընտանիքի համար 7 կիլոմետր, 5 կիլոմետր ասֆալտ փռի, որ մարդիկ կարողանան գնան գան։ Բայց այդտեղ ուրիշ հարց կա նաև, որը դուք երբեք չեք հիշում, այդ մասին չեք հիշում ու չեք բարձրաձայնում այդ հարցը։ Ասենք, մի հատ օրինակ բերեմ։ Կա դպրոց, ինչ որ մի գյուղում, X գյուղում, ասենք 5 երեխա է, թող լինի 10 երեխա։ Ու դուք հասկանում եք, որ այնտեղ ֆիզկուլտի ուսուցիչը, մաթեմի ուսուցիչը, հայոց լեզվի ուսուցիչը, տնօրենը նույն մարդն է։ Ինքն էլ բավականին անգրագետ։ Ասենք ո՞նց եք պատկերացնում այդ երեխեքին ինչ ուսում է տալու։ Երկրորդը, որը շատ կարևոր է երեխայի համար, հետակա ապագա իր դրսևորման համար։ Այդ երեխեքը մենակ իրար են տեսնում։ Չեք ուզում այդ երեխեքը գնան մի հատ մեծ դպրոց, բազմաթիվ ուսուցիչներով, մեծ քանակի երեխաներով, որ այդ երեխեն սովորի փոքրուց այդ հասարակության հետ շփվել։ Չեք մտածում այդ մասին։ Նյուրժերի ձեր մտքով չի անցնում, որ այդ խեղճ երեխեն, ասենք, գյուղում ում տեսնում է էտա։ Ու այդ դպրոցում այդ 7 երեխուն, այդ 10 երեխուն ում տեսնում է էտա։ Չէ՞ որ դա մենտալիտետ է ձևավորվում երեխու մոտ։ Հասարակության հետ շփման սովորություններ է ձևավորվում։ Ու այդ երեխեն պետք է ավելի մասսայական, ավելի մեծ քանակի ժողովրդի հետ շփվի, որպեսզի իր մեջ լրիվ ուրիշ մարդ ձևավորվի։ Ասեն սահմանափակ գյուղում ոչ մեկին ոչ տեսնում են, ոչ լսում են։ Գիտեն իրանց մի հատ գնդակը, ոչ հրապարակներ, ոչ մի բան։ Այդ երեխայի մոտ ոչինչ չի զարգանում։ Իսկ մեր կառավարությունը ուզում է, որ այդ երեխեն շփվի, այդ երեխեն կոնտակտ ունենա հասարակության հետ, տարբեր ուսուցիչների հետ, գիտելիք ունեցող ուսուցիչների հետ։ Այնիշ չի, որ սա բոլոր ուսուցիչները նենց փայլում են իրանց գիտելիքներով կամ սովորեցնելու ձևաչափով։ Բայց մեկը մենք ձգտում ենք դրան։ Ձգտում ենք, որ մեր ուսուցիչներն էլ իրանց գիտելիքները զարգացնեն, էլ ավելի գիտելիքներ ձեռք բերեն, ու այդ գիտելիքները փոխանցեն մեր սերունդներին։ Ասենք դուք մենակ ասում եք, «Ոյ, դպրոցը փակում է»։ Տո լավ է։ Դպրոցը խի է փակում, որտեղ այդ նույն գյուղերը դատարկել են։ Հիմա մանիպուլացնում են, թե բա դպրոցները փակում են, որ գյուղերը դատարկեն։ Տավարի ցավեր, դե արի մի ասա։ Այդ 16 միլիոնը որ տալիս է, այդ փողերը որ տալիս ասում է գնացեք գյուղերում, սահմանամերձ գյուղերում տներ կառուցեք։ Հələ մատ հաշվեք քանի հատ տունը արդեն կառուցվել։ Կառուցումա որ դատարկի, լուրջ եք ասում։ Երբ որ բավականին չափի երեխաներ կլինեն, այդտեղ էլ դպրոց կկառուցվի։ Մեր գյուղում օրինակ 2 հատ դպրոց կա։ Այդքան երեխա կա։ Իսկ ուրիշ գյուղերում շատ քիչ քանակի երեխեք են։ Ու այո, ես գտնում եմ, որ ճիշտ են անում։ Այդ երեխեքին պետք է ավելի լայնամասշտաբ sense հասարակության հետ ծանոթացնեն։ Դրա համար այդ երեխեքը պետք է այդ գյուղից դուրս գան։ Դուրս գան, ավելի մեծ դպրոցներ գնան, շփվեն, զարգացնեն իրանց։ Ու դրա համար կառավարությունը պատրաստ է այդ նույն երեխաների համար ավտոբուս, ժամանակակից ավտոբուս տրամադրի, որպեսզի այդ երեխաներին տանեն դպրոց, դասերն էլ սովորած հետ բերեն։ Որպեսզի երեխան այդ ժամանակը, որ ծախսում է այդ ճանապարհի վրա, դասերն էլ սովորած այդ երեխեքին հետ բերեն։ Ինչի՞ եք տենց հուզվել։ Իսկ այն ուսուցիչները, որոնք գյուղերում են աշխատում կամ տնօրենները, իրանք իրանց աշխատանքները գտնելու են նույն այդ դպրոցներում։ Հանգիստ եղեք, նենց մի հոգ տանող եք իրանց համար, հորս արև։ Ես հասկանում եմ, որ սա նորից մանիպուլացնում են, որպեսզի ցույց տան հայ էլի Փաշինյանը գյուղերը դատարկում է, տալիս է երևի։ Բայց մի հատ երկար մտածեք։ Մի քիչ էլ այդ երեխեքի մասին մտածեք։ ભારտը շատ կառավարություն ունենք այդ երեխեքի մասին մտածում է, ի տարբերություն էս մանիպուլատորների։
Հələ որ այսքանը։